Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը պատմական հաջողություն է գրանցել Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը և բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն ամփոփել են մրցաշարի արդյունքները, ներկայացնելով մանրամասներն ու ապագա նպատակները։ Մեզ գնահատում ենք, ասենց ասած, որպես գլխավոր մարզիչ գերազանց չէ, որտեղ սպասելիքներից ավելի բարձր եղավ։ Բնականաբար ցանկացած մրցումներ մենք գնում ենք մեդալների, ես հիմա պարզ կասեմ, որտեղ մինչև այդ չէր, պետք չէր ասել, 2 մեդալի ակնկալիքներով էին գնում ու չեմ կարող ասեմ ինչ, ոսկի կամ արծաթ կամ բրոնզ, դե բոլորս է գիտենք, դա Դավթյան Արթուրի մասին էր խոսքը, մեկը Համլետի Մանուկյանը, որովհետև ասենք մինչև այդ մրցումները իրանք աշխարհի բացարձակ գավաթակիր էին եղել։ Ըստ Սերոբյանի մարմնամարզիկներն իրենց պատրաստակամությամբ, կարգապահությամբ և պայքարելու ձգտումով գերազանցեցին սպասելիքները։ Մրցակցությունը չափազանց բարդ էր, իսկ Եվրոպայի եռակի չեմպիոնը Արթուր Դավթյանը մրցելույթին մոտեցել էր ծնկի վնասվածքով, բայց անգամ դա չխանգարեց, որ մեր մարզիկը Հայաստանի օրհներքի հնչյունների ներքո կանգնի պատվո հարթակի առաջին աստիճանին։ Եզրափակիչից առաջ ինքը ուղղակի չէր կարող կանգնել ոտքի վրա, ոչ թե քայլ անել, այլ չէր կարող կանգնել։ Էդ էր պետք էր կամքի ուժ, փորձ, մեկ էլ իսկական հայելնելը, որ դրանից առաջ մի օր առաջ Թուրքիայի մարզիկը, որը թուրք չէ ազգությամբ, վերցրել էր դրոշը մաներ, ինքը դրոշը վերցրել եկել էր ու ասել էր, հետո եմ իմացել, որ եկել եմ, ես է պետք է մեր դրոշը վերցնեմ ու Իրանից լավ ցույց տամ ու արեց։ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը կիսվելով իր տպավորություններով նշել է, որ տեսնելով իրենցից առաջ հանդես եկած ուկրաինացի և անգլիացի մարզիկների ելույթները, հասկացել է, որ կհաղթի միայն այն ժամանակ, երբ երկու ցածկն էլ կատարի առանց սխալի ու քայլ անելու։ Փառքը ստացավ մոտս ու կատարեցի ամեն մաքսիմում ձևով, ճիշտ է, աշխատելու տեղ էլի կա, սխալներ կան, բայց դե ამ դեպքում շատ կարևոր է, որ ես կանգնեցի, քայլ չկատարեցի, քանի որ այս տարվանից այդ քայլ չկատարելը բոնուս է տալի մի 10-ական ու մետի շատ մեծ դեր է խաղում։ Դավթյանը խոսել է նաև առաջիկա պլաններից, ընդգծելով, որ վնասվածքի լիարժեք ապաքինման դեպքում կհասցնի պատրաստվել սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվող աշխարհի առաջնությանը։ Իսկ Եվրոպայի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը և արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն առաջին անգամ են հանդես գալիս մեծահասակների առաջնությանը։ Մրցակցությունը ուժեղ էր, որովհետև Եվրոպայի առաջնությունը արդեն մեծահասակների, բայց մենք մեր վարժությունն ենք կատարում, ոնց որ կարողանում ենք կատարել պարապմունքների ժամանակ և ամեն ինչ լավ է լինում։ Առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունն էր, լարվածությունն ու պատասխանատվությունը կրկնակի ավելի բարձր էր մեզ մոտ, որ կարողանանք լավ հանդես գալ, փառք Աստծո կարողացանք մեդալներ նվաճել, մեր Հայաստանի դրոշը կարողացանք բարձրացնել։ Սերոբյանը նաև պարզաբանել է, որ չնայած թիմային դասակարգման մեջ Հայաստանը մեդալների քանակով հայտնվել է առաջատարների թվում, որոշում էր կայացվել թիմային մրցապայքարին չմասնակցել, խնայելու մարզիկների ռեսուրսներն ու կենտրոնանալու անհատական մեդալների վրա։ Ինչ վերաբերում է ապագային, ապա Սերոբյանը նշել է, որ թիմը պատրաստվում է 2027 թվականի աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանշային է լինելու։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։